Բարև ձեզ, այսօրվա հունիսի 10-ի ամբյոն հաղորդաշարի հերթական հաղորդում ես վերնագրել եմ հրեշտակների քաղաքի տագնապները և մեր հերետիկոսները։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ, իսկ նրանք, որոնք նայում են իմ հաղորդումները, ապա շարունակեք դնեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Մամաս Հովհաննեսյան YouTube ալիքը ավելի տարածվում, այդպիսին է YouTube-ի ալգորիթմը։ Հիմա ասնեմ բույնյութին, այսպես հրեշտակների քաղաքի տագնապները և մեր հերետիկոսները։ Հավանաբար արդեն կռահեցիք, թե ես ինչի նկատի ունեի հրեշտակների քաղաք ասելով։ Այո, խոսքը Լոս Անջելեսի մասին է, որտեղ արդեն քանի օր է շարունակում են ընդհարումներ ցուցարարների և ուժայինների միջև, որը որ առիթ է տվել, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը այնտեղ ուղարկի ազգային գվարդիայի ուժեր, ես այսօր նաև ինֆորմացիա տեսա, տեղեկություն տեսա նաև այն մասին, որ ծովային հետևակներ են ուղարկվում։ Այնինչ նաև մի օր առաջ մի տեղեկություն էլ կարդացի, թե Դոնալդ Թրամփը խոստացել է ձերբակալել Կալիֆոռնիայի նահանգապետին, որովհետև նա ի վիճակի չի կարգավորել իրավիճակը Կալիֆոռնիայում ու նաև Լոս Անջելեսի քաղաքապետին։ Դրան հետևեցին նաև տեղեկություններ այն մասին, որ Թրամփը նման քայլեր է անի, ապա դա ոտնձգություն կլինի կխախտի Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը, որովհետև նա այդպիսի լիազորություններ չունի, միևնույն ժամանակ, որովհետև նրանք ընտրողի մարմիններ են, միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կարող է այս կամ այն նահանգ ուժեր ուղարկել այդ նահանգների ղեկավարության խնդրանքով կամ պահանջով։ Այդպիսի պահանջ կամ խնդրանք Կալիֆոռնիայի իշխանությունները Թրամփին չեն ներկայացնել։ Ապա հետևաբար ինչու է այս լարվածությունը։ Եվ Թրամփի այս նման վերաբերմունքը եւ ընդհանրապես Կալիֆոռնիայի, մասնավորապես Լոս Անջելեսի այդ հատվածում լարվածության այս ալիքի բարձրացումը։ Հայտնի է, որ այս ալիքը բարձրացավ այն բանից հետո, երբ միգրացիոն ծառայությունները նույն Թրամփի կարգադրությամբ սկսեցին շուրջկալներ անցկացնել հայտնաբերելու համար անլեգալ միգրանտների։ Միացյալ Նահանգները միշտ են եղել եւ ընդհանրապես չեմ կարծում, որ դրանք լուրջ խնդիր են առաջացել նահանգների համար, որտեղ նույնիսկ անլեգալ միգրանտները, որոնք մեծ մասամբ նաեւ Լատինական Ամերիկայից են, նրանք հիմնականում աշխատել են սպասարկման ոլորտում, սանիտարական ոլորտում, փողոցներ ապրելու, մաքրելու, նաև աշխատել են եւ հիմա էլ աշխատում են պլանտացիաներում, ագարակներում։ Այնպիսի աշխատանքներ են իրականացնում կատարում, որոնք որ բնիկ տեղացիները կամ արդեն քաղաքացիություն ունեցող ամերիկացիները այդ գործով չեն զբաղվում։ Հետևաբար, լավ, պատճառն ի՞նչն է։ Պատճառը թերևս Թրամփի Կալիֆոռնիա հանդեպ ունեցած հատուկ ճապկերտավոր վերաբերմունքն է, որովհետև թերևս Կալիֆոռնիան այն նահանգն է Ամերիկայի Միացյալ Նահանգների, որտեղ Թրամփը ստացել է ընտրությունների ժամանակ ամենակիչ ձայները։ Միևնույն ժամանակ թեպետ Կալիֆոռնիան ավանդաբար եղել է հանրապետականների օգտին է միշտ քվեարկելիս եղել։ Միևնույն ժամանակ Կալիֆոռնիան Միացյալ Նահանգների ամենախոշոր թե տարածքով եւ թե տնտեսական արդյունաբերական իմաստով նահանգն է։ Ոչ միայն Կալիֆոռնիան Ամերիկայի մասշտաբներով, այլ աշխարհի իր տնտեսությամբ, իր արդյունաբերական հզորությամբ Կալիֆոռնիան աշխարհի 4-րդ կամ 5-րդ պետությունն է, եթե լիներ առանձին պետություն։ Դրա համար հիմա հատկապես ռուսական զանգվածային լրատվության միջոցները սկսել են այսպես տարածել կարծիքներ հայտնել առ այն, թե իբր
Թրամփը այս քայլին գնում է, որովհետև լուրեր են ասել, որ Կալիֆոռնիան ուզում է անջատվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Առնչություն, ինչպես միշտ։ Մի խոսքով ասելիքս այն է, որ այս միգրացիայի հարցով Կալիֆոռնիայում լարվածություն երբեք չի եղել, այլ այս լարվածությունը ստեղծված է արհեստականորեն։ Եվ թերևս գուցե սխալվում եմ, բացահայտ ճշմարտության չեմ հավակնում, բայց այնուամենայնիվ ունեմ կարծիքը, որը գալիս է իմ փորձից, իմ տեղեկություններ ունենալու այսպես պաշարից։ Բանանը որ 26 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու նահանգապետերի ընտրություններ։ Եվ ըստ լուրերի Միացյալ Կալիֆոռնիայում ապագա ընտրություններում նախապատրաստվում է նահանգապետի ընտրություններին նախապատրաստվում է Քամալա Հարիսը, որը որ բնականաբար Թրամփի ոչ միայն հակառակորդներ այս նախագահական ընտրությունների ժամանակ, այլ նաև ոխերիմ հակառակորդ է, որպես դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, որը որ վերջին պահին փոխարինեց առողջական Բայդենին նրա առողջական վիճակի պատճառով։ Դրա համար Թրամփը ուզում է իրեն ենթարկել նահանգը իրենով անել։ Միաժամանակ այս Թրամփի քաղաքականությունը լարվածություն է առաջացնում ոչ միայն աշխարհում, այլև բուն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նույնիսկ իր թիմակիցների շրջանում, ես նկատի ունեմ Մասկի հետ վերջին այս Իլոն Մասկի հետ այս վերջին օրերի տեղի ունեցած գզվրտոցը, մեղմ ասած, որտեղ վերջին անգամ Մասկը սպիտակ տան օվալաձև սենյակում նկարահանվելիս աչքի տակ կապտուկ ուներ։ Եվ չար լեզուներն ասում է, որ ծեծկրտուկ է տեղի ունեցել, նրան հարվածել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը։ Թե ինչքանով է ճիշտ չգիտեմ, բայց որ կապտուկը աչքի տակ կար, դա բացահայտ է։ Եվ դրանից հետո թե Մասկը եւ թե Դոնալդ Թրամփը միմյանց նկատմամբ բավական հաճոյախոսություններ են արել, ճակերտավոր, ըստ որում նաեւ Թրամփը երեք նաեւ այսպես ասած քարոզչական իմաստով հույս է հայտնել, որ չի կարծում, որ Մասկը Սպիտակ տանը թմրադեղերը օգտագործել։ Այսինքն եթե նա լուրջ մարտիններ, ապա Թրամփին չէր ընդվզի, հասկանում եք, սա է խնդիրը։ Մասկի խնդիրը բավական հետաքրքիր է։ Մանավանդ Մասկը, երբ արդեն գժտվեց Թրամփի հետ, հայտարարեց, որ եթե ինքը չլիներ, ապա Թրամփը ծոծրակը կտեսներ, բայց Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակը չէր տեսնի։ Ակնարկելով բացահայտ նշելով, որ ինքն է օգնել այդքան քանակությամբ ձայներ հավաքել որոշ նահանգներում, որպեսզի Թրամփը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը։ Ինչ վերաբերում է Մասկին, ապա Մասկը ինքն էլ է թարմ, այսպես կոչված միգրանտներից, որը նույնիսկ ուսանողական տարիներին սովորելով Միացյալ Նահանգներում որոշ ժամանակ ապրել է արդեն ժամկետն անց անձնագրով։ Անլեգալ է աշխատել, անլեգալ է ապրել ու սովորել։ Եվ հետո կարգավորել է իրեն։ Հետագա մյուս Մասկի հետ կապված խնդիրն այն է, որ հիմա այս օրերին Ռուսաստանում է, Մոսկվայում է համառուսիայի իմաստունի հրավերով Մասկի հայրը։ Իդեպ Մասկի հայրը դա բիոլոգիական հայրն է, որտեղ ըստ տեղեկությունների Մասկը ավակ Մասկը չի մասնակցել կրտսեր Մասկի այդ միլիարդատեր Մասկի դաստիարակությամբ, բայց դրանով զբաղվել է նրա մայրը։ Բայց ռուսները թերևս փորձում են զոնդաժ անել, կապեր մտնել, որպեսզի Մասկին, կրտսեր Մասկին ներքաշեն իրենց ուղեծրի մեջ։ Իհարկե դա չի ստացվել։ Հերթական ապարդյուն քայլերն են, որոնք որ այնուամենայնիվ խոսում են ռուսական պրոպագանդայի եւ ռուսական ներկայիս քաղաքականության ինչպես կոչված ձեռքը փրփուրից գցելու միտումների։ Մի խոսքով Թրամփը իր գործողություններով ուզում է ցույց տալ, թե ով է տերը տանը։
բայց եթե այսպես շարունակվի, ամենայն դեպս տերը չգիտեմ, բայց իր նախագահական պարտականությունները ստանձնելուց ի վեր Թրամփը ամեն ինչ արել է իր բոլոր քայլերով, ամեն ինչ անում է ոչ միայն քաոս ստեղծել աշխարհի միջազգային քաղաքականությունում, այլև հենց բուն Միացյալ Նահանգներում։ Թե ինչքան կհանդուրժեն Միացյալ Նահանգներում այսպիսի նախագահին, դա իրենց գործն է։ Բայց որ Միացյալ Նահանգները այսպիսի անհաջող նախագահ իդեմս Թրամփի չեն ունեցել, դա էլ փաստ է։ Դա իմ համոզմունքն է, գուցե սխալվում եմ, որովհետև կան նաև մի քանի հայեր, որոնց ես ճանաչում եմ, որոնք ասենք ձայն են տվել նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփին եւ օրնի բունել, ասենք հետևում են ավելի շատ ռուսական հեռուստաալիքներն են տներում միացրած։ Սա էլ կա։ Ինչ որ ճիշտն է, ճիշտն է։ Վերադառնալով այն տեղեկությանը, որ Թրամփը խոստացել է ձերբակալել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմին, ապա Գևին Նյուսոմն էլ հայտարարել է, որ դատի է տալու Թրամփին, պատրաստվում է դատի տալ Թրամփին սահմանադրության խախտմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ծովային հետևակներ եւ ազգային գվարդիայի ուժեր ուղարկելու համար։ Իդեպ եւս մի ուշագրավ բան, այսպես էս Լոս Անջելեսի այդ որոշ հատվածում տեղի ունեցող ցուցարարների եւ ուժայինների միջև ընդհարումները շատ են հիշեցնում նաեւ Փարիզում տարիներ առաջ դեղին բաճկոնավորների ընդհարումների։ Եվ այն ժամանակ էլ կանոնավոր ռուսական հեռուստատեսությունը ռեպորտաժներ հաղորդում Փարիզից եւ հիշում եմ մի ռեպորտաժ, որ երբ թղթակիցը ժամանակ ծրագրի հետ, պրեմիա ծրագրի հետ ոնց է առաջին լրատվականի մի խոսքով թղթակիցը իր հերթական ռեպորտաժի ժամանակ միկրոֆոնը դեմ է տալիս ցուցարարներից մեկին, դեղին ժիլետավորին, բաճկոնավորին եւ սա ընտիր ռուսերեն սկսում է պատմել, թե ինչ են ուզում ցուցարարները, ինչ նպատակներ ունեն։ Սա կարծես այդ պատաբար թփերի միջից դաշնավոր հայտնվեց։ Եվ հիմա էլ, երբ այսպես կադրերը ցույց են տալիս Լոս Անջելեսից, մեկը ուսերը փաթաթված խորհրդային միության դրոշով, ոչ թե Ռուսաստանի դրոշով, չէ, խորհրդային միության կարմիր մունջում հանգաղ դրոշով, ուսերն փաթաթված մայթից մայթ էր անցնում, փորձում էր քարմար նետել։ Սա կա։ Այսինքն համոզված են, որ այս ընդհարումները կազմակերպած են եւ կազմակերպիչներ ունեն, որոնց թելերը չի բացառվում, որ տանում են այնտեղ, որտեղ որ կուզեին, այդ դուք եզրահանգումներ արեք, որպեսզի Միացյալ Նահանգներում իրավիճակ սրվեր եւ նրանց սպիտակ տունը ժամանակ չունենար զբաղվել միջազգային այնպիսի հարցերով, ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումն է, թեպետ չեմ էլ կարծում, որ այս պայմաններում այսպես Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնավորապես նախագահը այդքան այրվում է ջանքի երանդ է թափում այդ պատերազմը դադարեցնելու համար։ Ավելի շատ խոսքեր են, խոսքեր, բայց գործողություններ չկան։ Ավելին Թրամփի բոլոր քայլերը, բոլոր ասածներից վկայում է, որ համակրանքը Թրամփի առ Պուտին է։ Թե ինչու է այդպես, չեմ ուզում ասել, թեպետ իմ եզրահանգումներն ունեմ։ Առայժմ դեռ այդ մասին չեմ խոսի։ Մի խոսքով այսպիսին է այսօր իրավիճակը Կալիֆոռնիայում, ու նաև վերադառնալով ռուսական զանգվածային լրատվության միջոցներից այն թեզն են առաջ քաշում, որ չի բացառվում, այսպես հուշում են, որ Կալիֆոռնիան կանջատվի Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Չլող բան է։ Այդպիսի բան չի լինի, բայց նման այսպես ակնարկներ նետելը
միտում ունեն, որպեսզի իրավիճակը շարունակեն լարվածություն պահել այնտեղ հնարավորինս չէ նաև ապակայունացնել։ Բայց կարծում եմ իրավիճակը շուտով կարգավորվի եւ այն հույսերը, որոնք փայփայում են նրանք, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներում չեն, չի արդարանա, ինչպես նաև չի արդարանա Կալիֆոռնիայի նահանգը իրենով անելու Դոնալդ Թրամփի երազանքը։ Իդեպ նրա հեղինակությունը ոչ միայն արդեն բավական սկսում է անկում ապրել ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում, այլև միջազգային ասպարեզում էլ։ Մանավանդ որ այդ մարդը տարրական հյուրընկալության, չեմ ասում դիվանագիտության կանոնները ոտնահարում է։ Արդեն որորդ դեպքն է, սկսած Զելենսկին, հետո Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը, վերջերս այդ Միացյալ Ներողություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Գերմանիայի կանցլերի դիմավորում է հանդիպում է Սպիտակ տանը, երբ նա նորից իր Թրամփը աչքի ընկավ իր անքաղաքավարիությամբ։ Մասնավորապես դիմելով Գերմանիայի կանցլերին եւ երբ այդ համընկել էր 44 թվականին Նորմանդիայում անգլո-ամերիկյան զորքերի իջնելով դեսանտի արելիցին Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան բացեցին երկրորդ ճակատը նացիստական Գերմանիայի դեմ, այդ մասին նշում է, որ ասած դիմում է մերսին ասելով, թե դա ձեր համար լավոր չէր։ Եվ իպատիվ մերսի նա ամենևին չի սխառնվում իրար եւ ասում է հա Միացյալ Նահանգները ազատագրեցին Գերմանիան նացիզմից։ Բայց եթե մերսը ավելի դիվանագետ չգտնվեր իր բարձրության վրա չլիներ, թեպետ կարող էր նաեւ անդրադարձել այս Թրամփին, որ դա լավոր չէր նաեւ ձեզ համար, որովհետեւ դու գերմանացի ես։ Որովհետեւ այո Թրամփի իսկականը Թրումփ է, այդ Թրամփը որ ասում են յուն անգլերեն տարբերակով յուն այն կարդում է Թրումփ գրում են, Թրամփ ասում են, բայց գերմաներեն ազգանունը Թրումփ է, եւ Թրամփի եւ հայրը եւ պապը գերմանացին են։ Այնպես որ սա իրավիճակը։ Վերադառնալով մեր իրականություն, Հայաստանի իրականություն եւ մեր հերետիկոսներին, ապա այստեղ իրավիճակը շատ ավելի ես կասեի մտահոգիչ է մեղմ ասած, որովհետև պետություն եկեղեցի առճակատումը ոչ մի լավ բան չի խոստանում, նույնիսկ հրի է վտանգավոր, վտանգներով։ Եվ մի հարց էլ, ոչ ռետորական էլ շատ հստակ հարց, որի մեջ կա պատասխանը։ Նրանք ովքեր որ հրճվում են այս պետություն, եկեղեցի ընդվզումից, իրենց հարց տալիս են, պատկերացնում են, թե դրա այդ ամենին ինչ չարախնդությամբ են հետևում մեր ոխերին բարեկամները եւ ոխերին թշնամիները։ Ու նաեւ ամենևին ես կողմնակից չնենելով, ես միշտ դատապարտելով եկեղեցու այնպիսի ներկայացուցիչներին, ինչպիսին Աջապահյանը կամ Գալստանյանը, որոնք դարձել են գործիք քոչարանական այդ կլանի ձեռքին, միևնույն ժամանակ նրանց ես ամենևին չեմ նույնականացնում հայ առաքելական եկեղեցու, դա ինստիտուտ է, դա մեր ազգային հպարտությունը, դա մեր ազգային գանձն է։ Եվ նույնքան վրդովեցուցիչ ու դատապարտել է պետական որոշ այրեր չեմ ասի, այլ կառավարիչների, դրանք այրեր չեն, կառավարիչներ են, անհաջող կառավարիչներ, նրանց բառապաշարը, նրանց այսպես կոչված հարցակումները հայրաքելական եկեղեցու նկատմամբ եւ վերջին հաշվով նաեւ կոչերը, թե պետք է փոխել կաթողիկոսը։ Սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունը անջատ են, եկեղեցին այդ հարցերը լուծում է իր բարձրագույն հոգեվոր խորհրդի միջոցով։
եւ պետք է որ խառնվի պետությունը այդ գործերին, ինչպես նաեւ պետք է որ եկեղեցիներ խառնվի պետական գործերին։ Մանավանդ Քոչարյանի իշխանապողությամբ։ Եկեղեցին կարող է ընդամենը աղոթել, որպեսզի մոլորյալ կառավարիչները գան դարձի։ Ընդամենը։ Իսկ եթե որպես քաղաքացիներ նրանք ուզում են միանալ այդ ընդդզումներին կամ քաղաքական պայքարին, ապա պետք է անեն սքեմը, ծալեն, դնեն մի կողմ, ընդունեն իրենց աշխարհիկ անունները եւ միանան, ասենք, քաղաքական պայքարին։ Ձևը սա է։ Ճիշտ այնպես, ինչպես նաեւ Հայաստանի կառավարիչների, հատկապես նաեւ մասնավորապես վարչապետի գործը չի կոչ անել, որ փոխեն կաթողիկոսը։ Սա դատապարտելի է։ Դատապարտելի է թե եկեղեցու որոշ ներկայացուցիչների կեցվածքը, բառապաշարն ու պահվածքը եւ թե պետական կառավարիչների նման պահվածքը, կեցվածքը եւ խոսելա ոճը։ Իդեպ այդ խուսափեք այդ խոսույթ հիմար բառից։ Եվ եկեղեցի պետություն այս շատ տհաճ եւ դատապարտելի հարաբերությունների ֆոնին առավել քան դատապարտելի է նույնիսկ զզվելի որոշ կառավարիչների գնահատականները, որ նրանց բառապաշարը, նրանց բառապաշարը երբ խոսում են, փորձում են մեկնաբանել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը եւ հանդիպումը Գարեգին II հետ։ Գիտեք, ով էլ լինեն, այդ դրանք փորձում են մեկնաբանել դա, ոչ դրա իրավունք ունեն, ոչ դրա քաշ ունեն, որպեսզի իրենց իրավունք վերապահեն, կարծիք հայտնել։ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տրամաչափը եւ այս կառավարիչների տրամաչափ անհամատեղելի են։ Այս կառավարիչներից տրամաչափել չունեն, որպեսզի որ կարծիքներ հայտնեն, առավելևս քննադատեն։ Սա մեղմ ասած, գիտեք, եւ նախագահը իր քայլով ցույց տվեց, թե ինչ վտանգավոր իրավիճակ է։ Հասկանում եք, եւ ինչ պատմական վտանգավոր քաղաքական իրավիճակ է ստեղծում այս պետություն եկեղեցի առճակատման եւ քայլ արեց, որպեսզի սա դեմն առնի։ Եվ իդեպ նախորդ ոչ մեկը, ոչ իրեն երկրորդ, ոչ իրեն երրորդ նախագահ համարողները այդքան համարձակություն, ուժ, կամքի ուժ չգտան իրենց մեջ եւ իմաստնություն չունեցան այդ քայլը կատարել։ Նույնիսկ հիմա էլ ուշի եւ եթե նրանք այդպես, եթե նրանց համար առաջին հերթին թանկ է պետական շահը, Հայաստանի շահը, ապա գոնե հիմա էլ ուշի երեքով առաջարկեն նորից երեքով գնալ կաթողիկոսի մոտ։ Թե ինչ կաթողիկոս է, ինչ է, ոնց է, սա մեր ոչ իմ, ոչ էլ աշխարհիկ մյուս մարդկանց դատելու կամ քննադատելու խնդիրը չի, կրկնում եմ, կա հոգևոր բարձրագույն խորհուրդ, կան եկեղեցի օրենքները, կանոնները եւ եկեղեցին առաջնորդում է իր օրենքներով եւ պետք է առաջնորդի իր օրենքներով եւ կանոններով։ Այսքան։ Այսօր այսքանով ուզում եմ ավարտել այսօրվա իմ ամենահաղորդաշարի հունիսի 10-ի հաղորդումը, որ ես վերնագրել էի հրեշտակների քաղաքի տագնապները եւ մեր հերետիկոսները։ Բայց նախքան տեսություն ասելը մեկ անգամ եւս խնդրում եմ, դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ, իսկ բոլոր նրանք, որոնք նայում են, ապա շարունակեք եւ բաժանորդագրված են, ապա շարունակեք դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասի Ավանեսյան YouTube ալիք ավելի է տարածվում։
Ցտեսություն կհանդիպենք, խաղաղություն աշխարհին, խաղաղություն մեզ բոլորիս։